խնդրաբանումներում։ Դուք բացառում եք տիկին հրաժարական է։ Դուք հանդիպել եք այդ խմբի հետ, փորձել եք հասկանալ պահանջները։ Մենք ապրում ենք իրավական պետությունում եւ քաղաքացիները ունեն իրավունք պահանջելու ինչ որ օրենսդրությամբ արգելված չի, ես դրան շատ հանգիստ ու նորմալ եմ վերաբերում։ Տիկին Անդրեասյան, մի խումբ ծնողներ, ուսուցիչներ, մասնագետներ շարունակում են բոյկոտել հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու նախագիծը։ Դուք փորձել եք հանրային լսումներ կազմակերպել կամ այդ մասնագետների հետ լինելու է հանդիպում, քննարկում։ Որ մասնագետների դուք ձեր հարցում խոսում եք ծնողների մասին, ում նկատի ունեք, հստակեցրեք։ Հերթով ծնողներ ասեմ, մասնագետների անուններ նշեմ։ Մասնագետների անուններ պետք չի նշել։ Եվ ծնողներ, եւ մասնագետներ։ Ում հետ եք ասում, որ պետք է հանդիպում լինի։ Հենց այդ մարդկանց հետ, ովքեր որ Ես կրթական համակարգի շահառուների հետ պարբերաբար եմ ունենում հանդիպումներ, դա իմ աշխատանքի անբաժանելի մասն է։ Էնպես որ դա իմ անընդհատ աշխատանքային պրոցեսն է։ Այո։ Անդրեասյան, կառավարության որոշման նախագիծս, որի հայոց պատմությունը պետք է դառնա Հայաստանի պատմություն, ի դրաֆտում երևի այդ ընդհանրապես պատմության ընթացքում ամենաշատ քննարկված նախագիծն է եւ մարդիկ, ովքեր դեմ էին քվեարկում, դրանց զուգահեռ միանգամից աճում էր այոների քանակը։ Դուք սա ո՞նց եք բացատրում։ Օրինակ մարդկանց մոտիվացիան ո՞րն էր դրան այո քվեարկելու, ինչի պետք է մարդը մտներ եւ այո քվեարկեր։ Դեմի պարագայում գուցե հասկանալի է, հա, բայց այոյի պարագայում ինչպես եք բացատրում։ Շատ պարզ։ Կան մարդիկ, որոնք կողմ են այդ դիրքորոշմանը եւ այդ մոտեցմանը, այդ մարդիկ շատ են, ձեր շուրջը նայեք կտեսնեք։ Շնորհակալություն։ Բայց մենք նայում ենք հիմնականում դեմ են տիկին նախարարը։